Այս վիդեոում խոսելու ենք ամեն ինչի մասին, ինչ որ դու կարաս անես, որպեսզի մարզումներից հետո հնարավորինս շուտ վերականգնվես։ Անցած երկու մասում խոսացինք բոլոր fatigue մեխանիզմների մասին, որոնց մեջ մտնում է calcium-ion related fatigue-ը, որից վերականգնվում ենք պարապմունքից հետո, ինչը կարող տևի օրերից մինչև շաբաթներ, կախված տարբեր ֆակտորներից, որոնք մենք հիմա հերթով կքննարկենք։ Ամենաառաջինն ու երևի ամենաինտուիտիվը էդի կատարած մոտեցումների քանակն է։ Ինչքան շատ մոտեցումներ ենք կատարում, այդքան ավելի շատ calcium-ion related fatigue-ը առաջանում, ու ասեմ, որ այս հարաբերությունը ինքը գծային չի, այլ էքսպոնենցիալ է, ինչը նշանակում է, որ ամեն հավելյալ արած մոտեցում ավելի շատ calcium-ion related fatigue-ը առաջացնում, քան նախորդ մոտեցումը։ Ու եթե դու օրինակի համար 3 մոտեցում ես անում նույն մկանի համար, այս ոչ թե 3 անգամ ավելի շատ fatigue-ը առաջացնում, քան մի մոտեցումը, այլ շատ ավելի շատ։ Երկրորդ ֆակտորը դա է, թե ինչ քաշ ենք օգտագործում ու քանի կրկնություն ենք անում այս մոտեցումներում։ Թեթև քաշերով բարձր կրկնությունները շատ ավելի շատ calcium ion-ներ են լցնում մկանում, համեմատած ծանր քաշերով քիչ կրկնություններ անելու։ Նույնիսկ երբ ինտենսիվությունը երկու դեպքում էլ նույնն է։ Այսինքն եթե դու անես 2 մոտեցում, մեկը ենթադրենք 15 կրկնություն, իսկ մեկը 5, ու երկուսն էլ անես մինչև հատկազ, այս ծանր քաշով 5 կրկնության մոտեցումը շատ ավելի քիչ fatigue-ը առաջացնելու, քան 15-ը։ Այս են բազմաթիվ պատճառներից մեկն է, թե ինչի ծանր քաշերը ավելի էֆեկտիվ են մկանային աճի համար, քան թեթև քաշերը։ Ծանր քաշերով դու կարաս ավելի մեծ թվով մոտեցումներ կատարես ու հասցնես սրանից վերականգնվել։ Երրորդ ֆակտորը դա է, թե մենք ինչքան հատկազին մոտ ենք հասցնում մոտեցումը։ Ինչքան մենք հատկազին մոտ ենք, հատկապես հատկազին ամենամոտ վերջին 2 կրկնությունները շատ ավելի շատ calcium-ion related fatigue են առաջացնում համեմատած սկզբի կրկնությունների։ Յուրաքանչյուր մոտեցման մեջ հատկազին մոտ ամենավերջին մոտավոր 5 կրկնությունն են, որ մկանային աճի ստիմուլ են առաջացնում, ինչը նշանակում է, որ fatigue-ը մինիմալի հասցնելու համար մենք կարանք այս հատկազին մոտ վերջին 1-2 կրկնությունը չանենք, ու մենք միևնույնն է մոտ 3-4 կրկնություն կանենք, որոնք որ մկանային աճի ստիմուլ առաջացնում են, այսինքն քո մկանները սրանից կաճեն, բայց դու շատ ավելի քիչ fatigue կառաջացնես։ Հենց դրա համար եմ ես միշտ ասում, որ հատկազին հասնելը պարտադիր չի։